ամառային հարցակուրտը որտեղ եք նախընտրում անցկացնել, որտեղ եք սիրում հանգստանալ։ Չենք պլանավորել, բայց Հայաստանում հնարավոր է։ Որ քաղաքները կամ որ վայրերն է Հայաստանում։ Դենդրապարկ, ես իմ Սոչուտ, այդ տարածքները, Վանաձոր։ Իսկ օրինակ որ նաև համեմատում եք հանգիստը Հայաստանում եւ նաև արտերկրում, ինչ առավելություններ, ինչ կետեր կնշեք, որ ձեզ համար օրինակ կարևոր է հանգիստը կազմակերպելու համար։ Ինձ համար Հայաստանում էլ է լավ կազմակերպում հանգիստը, կարևորը քոնը գտնես։ Արտերկրում է իր սիրունությունը, գեղեցկություն ունի, այնտեղ էլ եմ հանգստացել, այստեղ էլ ուզում եմ Հայաստանը ավելի լավ ճանաչեմ։ Ինձ համար կարևորը ավելի ճիշտ իմ երկիրը ճանաչեմ, հետո արդեն եղել եմ արտերկրում, խնդիր, ուզում եմ ասեմ, այնպես չի որ չեմ եղել, հիմա ուզում եմ ոնց որ ավելի շատ Հայաստանում անցկացնել ժամանակ։ Կասեք, որ երկրներ եք այցելել։ Ավստրիա, Վենգրիա, Չինաստան եմ եղել, Անգլիա, Անգլիա ավելի շատ դա գործուղում էր, բայց դե եւ կրուիզնի ճամփորդություն, կրուիզնի լայներով, Իտալիա, Իսպանիա։ Իսկ օրինակ նաև որ գնային առումով համեմատում եք հանգիստը Հայաստանում եւ հանգիստը արտերկրում։ Այդ առումով մաչելի է օրինակ մեր երկրում հանգստանալը կամ օրինակ ինչ փոփոխություններ կուզենայիք, որ նաև հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավելու առումով, մեր երկիրը դառնար գրավիչ։ Ինձ թվում է մեր երկիրը դառնում է գրավիչ 15 թվից հետո, ինձ թվում է մոտ 15 թվից։ Ես աշխատել եմ հյուրանոցում, դրա համար կարող եմ ասել, որ հիմնականում 15 թվից հետո շատ լավ տուրիստները գալիս են, հավանում են մեր երկիրը, շատ գրավիչ բաներ են տեսնում։ Դե հա ծովի բացակայություն կա, բայց մարդ արդեն որ պլանավորում է Հայաստան, ինքը գիտի ինչի համար է գալիս տեսնել մեր երկրի գեղեցկությունը, որը մենք էլ պիտի իհարկե գնահատենք։ Ես իսկ մաչելի պահով հնարավոր է կցանկանայի որոշ մեր տարածքներում, ասենք Ծաղկաձոր, բան լինի մի քիչ ավելի մաչելի, բայց ուզում ասեմ, եթե ցանկանում ես կգտնես տարբերակներ, որովհետև հիմա ոչ միայն հյուրանոցներ կարող ես ամրագրել, այլ նաև guest house-ներ, որը մաչելի են եւ էլի շատ լավ են։ Կնոջս հետ Կիպրոս ենք ուղևորվելու։ Ինչ եք նախընտրում հենց Կիպրոսում հանգստանալ։ Դե որ ծով լինի, մաքուր լինի, սպասարկումը լինի, ամենակարևորը Եվրոպա լինի եւ եվրոպական երկիր լինի։ Մշտապես նախընտրում եք այսինքն արտերկրում հանգստանալ ձեր արձակուրդները այդտեղ կազմակերպության սահմաններում, այո։ Իսկ Հայաստանում օրինակ ունեք նախընտրելի վայրեր, որ օրինակ հնարավորության դեպքում այցելում եք։ Բնականաբար, բայց ոչ թե հանգիստն եմ անցկացնում, այլ որ 1-2 օրով գնալ գալ այտենց։ Որտեղ է եթե կա։ Դիլիջան, Ստեփանավան։ Իսկ օրինակ որ նաև գնային առումով համեմատում եք, մեր երկրում արձակուրդները անցկացնել է թանկ, ավելի էժանա գնալ արտերկիր։ Իսկ ձեզ ինչով է դա պայմանավորված, ինչ պետք է արվի այս ուղղությամբ, որպեսզի նաև մենք հայերս մեր երկրում անդամ դառնա։ Ուրիշ ոչ մի լուծում չկա դրա։ Մեկնել ենք վերադարձել։ Ներողություն, եթե գաղտնիք չի, որտեղ եք հանգստացել կամ մշտապես դրսում եք նախընտրում։ Մշտապես, տարին 4 անգամ։ Մեկնելու եք հանգստի արձակուրդ ունենալու եք։ Ոչ։ Չի ստացվում։ Երբ կթելադրի, ոնց կթելադրի ժամանակը, ասենց ասեմ, որտեվ համ Հայաստանում մենք հանգստանում, համ դրսում ենք հանգստանում։ Իսկ որ համեմատությունները օրինակ անցկացում եք մեր երկրում է լավ, թե ամառային, թե նաև ինչու ոչ ձմեռային հանգիստը պլանավորել, թե արտերկրում։ Չէ, եթե դուք լավ եք պլանավորում, երկրում էլ է շատ լավ անցնում։ Իսկ գնային առումով նաև նկատի։ Լավ է, չէ։ Մաչելի են մեզ մոտ։ Ախի չէ որ, հա։ Դրսում է նույնն արել հիմնականում գալիս է, биш չի, հա։ Հաշվարկներ անում են նույնն է գալիս, հա։ Հայաստանում էլ է շատ լավ տեղերը, որ ընտրում ես, պլաններով է գալիս։ Իսկ ունեք նախընտրելի ուղղություններ։ Սևան։ Պլանավորել եմ, կեսը արդեն իրականացրել եմ, կեսը մնացել է սեպտեմբերին, երկու ուղղությունն էլ Վրաստան ծով, որովհետև դա հաճելի է եւ բյուջետի մեջ տեղավորվում ենք։ Մշտապես նախընտրում եք դուրսում անցկացնել ձեր հանգիստ, այո։ Ես սիրում եմ ծովը, գտնում եմ, որ դա անհրաժեշտ է։ Իսկ Հայաստանում ունեք օրինակ սիրելի նախընտրելի վայրեր, ուղղություններ, որ մշտապես այցելում եք, եթե հնարավորություններ։ Սիրում եմ բնությունը, ճանապարհորդությունը, բայց մնալ Հայաստանում չեմ պլանավորում, չէ։ Նկատի ունեմ ձեր հանգիստը անցկացնելու իմաստով, գուցե Սևան, Ծաղկաձոր, Դիլիջան, չգիտեմ, Իջևան։ Իրակին բավարար է դրա համար, արձակուրդը չեմ օգտագործում այդ նպատակներով։ Արձակուրդները որտեղ եք սիրում անցկացնել։ Հայաստանում։ Ունեք նախընտրելի վայրեր Հայաստանում, որ այցելում եք կամ ձեր Ղազախստանից ենք եկել։ Ձեզ դուր է գալիս Հայաստանը։ Շատ։ Ինչը հատկապես։ Всё нравится. Природа, всё нравится. Իսկ որտեղ եք հասցրել լինել։
Гарнит планируем, в Татев планируем. Куда еще, не знаю. Севан. Еще в Америку планирую. В Ամերիկու պլանիրում։ Առաջին անգամ եք Հայաստան։ Ես չերեխեն, հա։ Ձեր ամառային հարցակորտն էլ պլանավորել եք արդեն։ Ոչ, ես աշխատում եմ, ամառային արձակուրդ չունեմ։ Սեպտեմբերին գնալու եմ հանգստանալու։ Որտեղ եք նախընտրում հանգստանալ։ Պրահա։ Չեխիա եք մեկնելու։ Ինչու։ Տենց են տանեցիները որոշել։ Տաթև գնացեք, Սևան, Ծաղկաձոր, ես եմ Գառնի, մեր պատմական Հայաստանը շատ սիրուն է։ Որտեղ եք նախընտրում հանգստանալ կամ որտեղ եք Հայաստանում, Ինչու։ որտեղ շատ լավ է այստեղ։ Ունեք Հայաստանում սիրելի քաղաքներ, վայրեր, որ Երևանը, էլ արձակուրդ չունեմ, վերջ։ Անցկացրել պրծել եմ Հայաստանում։ ջերմուկում։ Բացի ջերմուկից այլ զբոսաշրջային ինչ ուղղություններ կառանձնացնեիք Հայաստանում։ Հայաստանում Սյունիքը արժե տեսնել։ Որ քաղաքներն են, որ ուղղություններն են ձեզ համար գրավիչ։ Դիլիջան, Ստեփանավան, այդ կոմերը, Տավոշի կոմերը, շատ լավ տեղեր են, որտեղ որ ջուր չկա։ Ծովային հանգիստ, այսինքն չեք։ Այն հանգիստ չէ, ոչ թե չեմ սիրում, այլ նախընտրություն ավելի շատ դեպի հով տեղեր։ Ծովային հանգիստ պետք է իհարկե։ Գուցե 2 տարին մեկ անգամ, 3 տարին մեկ անգամ։ Հասցրել եք այս տարի արդեն հանգստանալ, թե Ոչ։ իսկ պլանավորել եք։ Չեմ պլանավորում, բայց հնարավոր է։ Չգիտեմ։ Մեծ մաս հանգիստները մեր մոտ առանց պլանավորել է լինում իրականում։ Ու դա ամենահաջող հանգիստներն է, որ չես պլանավորում։ Արտերկրում եղել է որ հանգիստը ձեր անցկացնեք օրինակ։ Իհարկե։ Երբ որ օրինակ նաև համեմատում եք, ինչ առավելություններ, ինչ տարբերություններ կառանձնացնեիք դուք ձեզ համար որպես այցելու։ Մեծ մասամբ ծովն է, ամենակարևորը, որ մեր մոտ չկա, մանավանդ տեղերում ուրիշ լիքը տեղերում կա։ Իսկ ծովից բացի կարելի է ասել զուտ այնքանով կարելի է պլանավորել ոչ ծովային հանգիստ նրա համար, որ մի քիչ տարբերվի։ Թե չէ ամեն ինչ էլ մեր մոտ կա։ Ինչ ցանկանաս։ Սևանա լիճը այդ առումով որ նա կարողանում է բավարարել նաև օտարերկրացիներ։ Ինձ թվում է հա, որովհետև մեծ մաս նույնիսկ ծովային հանգիստ գնացողները ծով չեն էլ մտնում։ Երևանում օրինակ ինչ սիրելի վայրեր ունեք, որ անցկացնում եք ժամանակը։ Բոլոր տեղերը, նույնիսկ այս փողոցով որ ես քայլում եմ, իմ համար դա ամենասիրելի բանն է, ամենահանգիստ տեղն է ինձ համար, Երևանը։ Դե հիմնականում Երևանում, Հայաստանի շրջանակներում, բայց ըստ տարի պլանավորել ենք համը Վրաստանի շրջանակներում հանգստանալ։ Իսկ օրինակ արձակուրդը պլանավորելիս, հանգիստը պլանավորելիս առաջնահերթ ինչին եք ուշադրություն դարձնում։ Դե ուշադրություն եք դարձնում պայմաններին, երևի առաջնային, եթե ծովի մասին խոսանք, ծովափը ինչպեսին կլինի, անվտանգությունը նաև, հա, ինչու ոչ։ Իսկ առավելապես նախընտրում եք ծովային հանգիստ։ Այո, երևի։ Ակտիվ հանգիստն եմ ես սիրում ինքս, բայց ծովային հանգիստը եւ ավելի հանգիստ է, էլի համարվում, քան որ ակտիվ հանգստի գնալը։ Իսկ Հայաստանում ունեք սիրելի վայրեր, նախընտրելի ուղղություններ, որ օրինակ նաև այնտեղ եք շատ հաճախակի փորձում լինել։ Այո, իհարկե, օրինակ այդ Դիլիջանի, Սևանի հատվածներում այնտեղ դե մաքուրոտը շատ է ու լավն է ու ձգտում ենք ավելի շատ գնալ մաքուրոտի, որ հանգստանանք այս առօրյայից էլ կտրվենք մի քիչ։ Մենք հոշակառու կնենք մենակ ստեղ եք մնում, ջայլն են գնում, մենք չենք գնում։ Լավ, իսկ օրինակ Հայաստանում ունեք սիրելի վայրեր։ Իհարկե, Ծաղկաձորն է շատ լավ, Դիլիջանն է լավ, ամենտեղ է լավ է, իհարկե։ Եթե գնաս շատ լավ է։ Ամենտեղ է լավն է մեր Հայաստանը, մեր բնությունը, մեր ամեն ինչը շատ լավն է, Ազիզ ջան։ Իսկ գնային առումով, Այն առումով հենց նոր խոսել են Ֆրանսիայից, ասում են, ահա որ թանկ է։ Մեր մոտ բոլորից լավ է։ Մենք Ռուսաստանից ենք եկել։ Սա համարը մենք Հայաստան ենք ապրում։ Մեզ շատ դուր է գալի։ ամառներն եք այստեղ լինում, այսինքն հանգիստը այստեղ եք անցկացնում որպես հայ։ Ամառը մենք ստեղ ենք, հա։ Ինչպիսին է Հայաստանը ձեզ համար, ձեր Մեզ շատ է դուր գալի։ Մենք արդեն 6-րդ տարի ստեղ ամառը անցկացնում ենք 3-4 ամիս։ Նոր տարի են գալի, մեզ շատ է դուր գալի։ Հայաստանում որ վայրերն եք օրինակ հատկապես շատ այցելում, որ քաղաքները։ Մենք ամենտեղ, ամեն քաղաքում եղել ենք Հայաստանում։ Մենակ ջերմուկ է մնացել, բայց այս մյուս շաբաթը ջերմուկ էլ կգնանք։ Իսկ որտեղ եք ավելի շատ սիրում։ Երևան, որովհետեւ մեծ քաղաք է, մեզ համար Երևան ավելի շատ է դուր գալի։
Ձեզ համար օրինակ նաև կարևոր է որ ծովային հանգիստ պլանավորելը, թե օրինակ կապ չունի։ Ոչ, կապ չունի։ Եթե պետքա ծովը կարան գնանք Բաթումի կամ գնանք Սևան, մեզ համար Հայաստանը ամենալավ երկիրը։ Իսկ նաև որ գնային առումով եք համեմատում, ավելի մատչելի է հասնեմ, թե հակառակ ավելի թանկ են այստեղ ծառայությունները, սպասարկումը։ Երևի պլյուս-մինուս նույնն է։ Տենց մեծ քաղաքներից, եթե համեմատես Երևան մեծ քաղաքների հետ, նույնն է, տարբերություն չկա։ Ես չեմ կարող ասեմ, որ թանկ, չեմ կարող ասեմ, որ էժան։